Ինչ վերաբերում է այն քննարկմանը, որ մանդատները արդյոք վերցնելու ենք, չենք վերցնելու, ինչպիսի քաղաքական ընթացք է լինելու, այս հարցերի պատասխաններ ունենալուց հետո համապատասխան խորհրդակցություններ անցկացնելով նաև ընդդիմադիր քաղաքական գործընկեր ուժերի հետ, որովհետև կարծում ենք այդ որոշումը պետք է լինի միասնական։ Այս հարցի պատասխան ունենալուց հետո նաև մենք մեր դիրքորոշումը վերջնական կհայտնենք։ Մի բան ընդհանրապես պայն կարող է մեր հայրենակիցներին շատ հստակ ասել, որ մեր ցանկացած որոշում բխելու է ընդհանուր պայքարի տրամաբանությունից, մենք կիսում ենք այն մտահոգությունները, որ հնչեցվում են, բայց ամեն ինչ սառը դատելով, իրավիճակը գնահատելով եւ պայքարի հաջողության եւ շարունակության տեսանկյունից ենք այդ որոշումը ընդունել։ Այս նորից եմ ասում, այստեղ շատ կարևոր է միասնական ընդդիմադիր որոշումը, հակառակ պարագայում ցանկացած որոշում ընդունելիս կարևոր է միասնական որոշումը։ Ու մենք process-ում նաև շատ կարևորում ենք հասկանալու Բարգավաճ Հայաստան կուսակցության շեմ հաղթահարելու հարցը, որովհետև ակնհայտ այդտեղ մեր կարծիքով ապօրինություն է տեղի ունենում երրորդ ընդդիմադիր ուժին սահմանափակելու, որ մտնի խորհրդարան։ Դա ինչ է փոխելու, կներեք, քանի որ Բարգավաճից խոսեցինք, երբ որ շեմը հաղթահարել է Բարգավաճը։ Պարզ, տեսեք, ընդհանուր կարևորում ենք այդ հարցը, նախ ապօրինությունը վերացնելու իմաստով, երկրորդ ակնհայտ է դառնում, որ դրանից հետո 3/5 առնվազն չի ունենալու։ Բայց որ ասեմ ուղիղ եւ անմիջական դրանից է կախված որոշումը չէ, բայց դա եւս հաշվի առնելու ենք նախ անարդարությունը վերացնելու, երկրորդը հետագա քաղաքական ընթացքի համար։